Իրանին ծնկի բերելու ռազմական միջոցներից բացի Վաշինգտոնը նաև տնտեսական լուրջ մարտահրավերներ է նետում նրանց, ովքեր որևէ առնչություն ունեն Իսլամական Հանրապետության հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես անող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք նահանգների հետ իրականացվող ցանկացած բիզնեսի համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, հրամանը վերջնական է, ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այս քայլով Վաշինգտոնը ավելացնում է ճնշումը Իրանի նկատմամբ, որը առերեսվում է երկրում զանգվածային խռովությունների հետ։ OPEC նավթ արտադրող խմբի անդամ Իրանը տարիներ շարունակ ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ է։ Իրանի նավթի հիմնական գնորդ Չինաստանն արձագանքել է Թրամփի որոշմանը։ Մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չկան, Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր լեգիտիմ իրավունքներն ու շահերը։ Պեկինն աջակցում է Իրանին ազգային կայունությունը պահպանելու հարցում և դեմ է երկրի ներքին գործերին միջամտելուն և միջազգային գործերում ուժի կիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին։ Սպիտակ տան ղեկավարի ինքնաբուխ ու անբեկանելի որոշումը սպառնում է դառնալ մոլորակի երկու հզոր տնտեսությունների բախման պատճառ։ Գերտերությունների երկկողմ առևտրաշրջանառությունը հասնում է 100 միլիարդավոր դոլարների։ Իրանի մյուս խոշոր առևտրային գործընկերներն են Թուրքիան, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հնդկաստանը։ Բլումբերգի պնդմամբ Թրամփի քայլը կարող է հանգեցնել նաև Իրանի տնտեսական գործընկերների հետ Միացյալ Նահանգների առևտրային հարաբերությունների կոլապսի։ Թրամփն արդեն 50% մաքսատուրք է սահմանել հնդկական ապրանքների դեմ պայմանավորված ռուսական նավթի գնմամբ։ Միաժամանակ Հնդկաստանում նշանակված Միացյալ Նահանգների դեսպանը նշել է, որ ոչ մի գործընկեր այնքան կարևոր չէ Միացյալ Նահանգների համար, որքան Հնդկաստանը։ It is great to be here as the United States ambassador. Մեծ պատիվ է այստեղ լինել որպես ԱՄՆ դեսպան։ Այս հիանալի երկիր եմ եկել ամենայն հարգանքով ու մեր երկու հզոր երկրների գործակցությունն ավելի խորացնելու հստակ առաքելությամբ։ Այստեղ է աշխարհի ամենահին ու ամենահզոր ժողովրդավարության խաչմերուկը։ Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը կապված են ոչ միայն փոխադարձ շահերով, այլև ամենաբարձր մակարդակի հարաբերություններով։ Լքեք Իրանի տարածքն անմիջապես։ Իսլամական Հանրապետությունում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ երկրից։ Ստեղծված ճգնաժամային պայմաններում որպես հիմնական և ապահով ելքի ուղի դիտարկվում է Հայաստանը։ Ըստ պետդեպի հունվարի 12-ի դրությամբ Ագարակ Նորդուզ ցամաքային սահմանային անցակետը շարունակում է բաց մնալ։ Հայաստանից բացի բաց են մնում նաև Թուրքիայի հետ սահմանային անցակետերը, սակայն Ադրբեջանի և Թուրքմենստանի ուղղությամբ գործում են լուրջ սահմանափակումներ կամ հատուկ թույլտվության պահանջներ։ Միացյալ Նահանգների քաղաքացիներին, հատկապես երկքաղաքացիություն ունեցողներին, զգուշացվել է. Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը, ինչը զգալիորեն մեծացնում է ձերբակալության և կալանավորման ռիսկը։ Ի դեպ, նահանգները դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ։ Իրանի բողոքի ակցիաների աշխարհագրությունն ընդլայնվել է, դուրս գալով երկրի տարածքից։ Եվրոպական երկրներում ու Միացյալ Նահանգներում կազմակերպված ցույցերը հիմնականում ընդդեմ Իրանի իշխանության են։ Բերլինի փողոցները հեղեղած ակտիվիստները պահանջում են իրանական ռեժիմի տապալում։ Wie in der Vergangenheit nicht nur gefangen genommen werden. Ակնհայտորեն այս ռեժիմը կորցրել է իր լեգիտիմությունը եւ այլևս չի վայելում Իրանի ժողովրդի աջակցությունը։ Մենք կօգտագործենք բոլոր միջոցները, այդ թվում պատժամիջոցները այս ռեժիմի դեմ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես դատապարտել է իր ձևակերպման պետական մակարդակով բռնությունը, որը թիրախավորում է իրանցի կանանց ու տղամարդկանց, որոնք պահանջում են հարգել իրենց իրավունքները։ Արտաքին աջակցությունից ոգևորված Միացյալ Նահանգների նախագահը դիտարկում է Իրանին ճնշելու բոլոր տարբերակները՝ հեռահար հրթիռների հարձակում, կիբերօպերացիա և հոգեբանական ազդեցության միջոցներ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։